Խաղաղությունը մշտական մեզ համար շատ կարևոր բան է։ Եվ անվտանգությունը, եւ ամեն ինչը մեր երեխաների, մեր ապագայի, մեր սերունդների համար։ Քաղաքացին ճիշտ է ասում։ Խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանի համար կյանքի հարց է, բայց խաղաղությունը կենացով չի կառուցվում։ Խաղաղությունը կառուցվում է ուժեղ դիվանագիտությամբ, վստահելի դաշնակիցներով, աշխատող բանակով, բաց ճանապարհներով եւ հարևանների հետ կարգավորված, փոխկապակցված հարաբերություններով։ Հունաստանն ու Թուրքիան տասնամյակներ շարունակ ունեցել են պատերազմներ, Կիպրոսի ողբերգությունը, տարածքային վեճեր, ռազմական բախումների վտանգ, բայց նույնիսկ այդ պայմաններում նրանք չփակեցին դիվանագիտության դուռը։ Այսօր երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, ունեն առևտուր, զբոսաշրջություն, տնտեսական կապեր, մշտական բանակցություններ եւ ուղիղ հաղորդակցության մեխանիզմներ, որպեսզի նույնիսկ ամենալարված պահին պատերազմը չդառնա անխուսափելի։ Սա շատ կարևոր դաս է Հայաստանի համար։ Հարևանների հետ խնդիր ունենալը դեռ չի նշանակում դատապարտված լինել անվերջ պատերազմի։ Խաղաղությունը չի նշանակում մոռանալ պատմությունը կամ հրաժարվել արժանապատվությունից։ Խաղաղությունը նշանակում է ստեղծել այնպիսի հարաբերություններ, որտեղ պատերազմի գինը բոլորի համար դառնում է չափազանց բարձր։ Աշխարհում անվտանգությունը միայն զենքով չեն պահում։ Անվտանգությունը պահում են նաև դիվանագիտությամբ, դաշնակիցներով, տնտեսական փոխկապակցվածությամբ եւ միջազգային աջակցությամբ։ Երբ երկրները կապվում են ճանապարհներով, էներգետիկ համակարգերով, առևտրով եւ ներդրումներով, պատերազմը սկսում է հարվածել արդեն երկու կողմի շահերին։ Հայաստանին պետք է հաշվարկված արտաքին քաղաքականություն։ Ուժեղ պետությունը նա չէ, ով միայն կռվում է։ Ուժեղ պետությունը նա է, ով կարողանում է իր ժողովրդի համար ապահովել խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ կյանք։ Հունիսի 7-ին քվեարկիր համար 18-ին։ Հանուն հանրապետության, հանուն անվտանգության։